Այսօր Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին կալանավորելու մասին։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնյական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության, մասնավորապես բենզինի յուրացման համար։ Հիշեցնենք, որ Օհանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին։ Գործի նախաքննությունը շարունակվում է։ Այսօր Լեռնային Ղարաբաղում տոնում են անկախության հռչակման 20-րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ երեկվանից այստեղ մի շարք տոնական միջոցառումներ են ընթանում, որի մասնակցում են Հայաստանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի նախկին եւ ներկա բարձրաստիճան ղեկավարությունը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահենք, փայփայենք անկախությունը, զորացնենք մեր երկիրը։ Ձեր կարծիքով ներկայիս իշխանությունները դա կարողանում են անել։ Կարծում եմ, որ առաջընթացը ապահովված է եւ ես ուրախ եմ այսօր տեսնելով, որ Արցախը օրեցօր բարգավաճում է, զարգանում է, այո, ես գոհ եմ, իմ այցելությունից ես գոհ եմ։ Երևի այս 20 տարիների ձեռքբերումը առաջինը նա է, որ մենք ունենք արդեն իսկ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իր բոլոր իշխանական թևերով, բոլոր գերատեսչությունները, որոնք կատարյալ են եւ ամենակարևորը Արցախում գրեթե բացակայում է տարբերությունը անջրպետ իշխանավորների եւ ժողովրդի միջև եւ դա որպես օրինակելի հասարակության կերպար կարելի է ընդունել եւ նաև մյուս տարածքներում Հայաստանի Հանրապետության ներպես զարգացնել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի համոզմամբ օմբուդսմենի ինստիտուտ նոր-օրի ուժեղանում է եւ օրինակ այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած 3 անգամ աճել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացված հարցերի դրական լուծումները։ Նման հայտարարություն Անդրեասյանն արեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով իր պաշտոնավարման առաջին 6 ամիսները։ Հիշեցնենք, Կարեն Անդրեասյանը Հայաստանի մարդու իրավունքների թվով 3-րդ պաշտպանն է Լարիսա Ալավերդյանից եւ Արմեն Հարությունյանից հետո, իսկ օմբուդսմենի ինստիտուտը Հայաստանում սկսեց գործել 2004 թվականի մարտի 1-ից։ Մենք ոչ թե օրորի թուլանում, այլ օրորի ուժեղանում ենք մարդկանց խնդիրները լուծելու իմաստով, բայց համակարգային խնդիրների լուծման իմաստով, հասարակական ազդեցության իմաստով մենք պահպանում ենք թուլություն։ Օմբուդսմենը անդրադարձավ բանակում տեղ գտնող միջադեպերին, որոնք հաճախ ավարտվում են մահվան ելքով։ Նման միջադեպերը գնահատելով որպես մտահոգիչ, Անդրեասյանը նշեց. Ինչ վերաբերվում է ինչ ենք անելու, ընդամենը 3 օր առաջ մենք մի շարք հասարակական կազմակերպություն, իրավապաշտպան կազմակերպություն, որոնցից մեծ մասը նաև կանգնած էր կառավարության մոտ, մենք ունեցանք պայմանավորվածություն վերաբացելու այն արագ արձագանքման ծառայությունը, որը ես փակել էի, որի համար եղավ քննադատություն, կուզեի նաև եթե հետաքրքրի դրան էլ անդրադառնանք, որով մենք պատրաստվում ենք հենց բռնությունների կանխարգելման եւ բռնություններին արձագանքել։ Մենք հիմա իրենց համակարգելով, իրենց հետ աշխատելով անում ենք այն աշխատանքը, որ կարողանանք այդ սպանությունների, բռնությունների եւ այլնի ժամանակ արագ անմիջական տեղում հայտնվենք եւ կարողանանք իրական մասնակցություն ունենալ դրա քննության, իրավական գործընթացներին չխախտելով օրենք։ Կարեն Անդրեասյանը խոսեց նաև Երևանում կրպակների ապամոնտաժման հետ կապված խնդրի մասին, նշելով, թե օմբուդսմենի գրասենյակը չի սահմանափակվելու միայն հայտարարությամբ, արդեն իսկ կան դիմումներ կրպակատերերից եւ խնդիրն ուսումնասիրվում է իրավական տեսանկյունից լուծում տալու համար։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այսօր ազգային ժողովում կայացած փակ քննարկմանը կրպակների ապամոնտաժման հետ կապված պարզաբանումներ են ներկայացրել ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներին։ Ընդդիմադիր ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հանդիպումից հետո Ազատություն ռադիոկայանին փոխանցեց, որ քաղաքապետարանին առաջարկվել է հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացնել հայեցակարգ, ինչ հիմնավորումներով եւ որտեղ են ապամոնտաժվում կրպակները, ինչպես նաեւ գույքագրման արդյունքները կրպակների կոնկրետ թվով։ Հայտարարվեց, որ համենայն դեպս խոսքը վերաբերվում է միայն կենտրոն ուրեմն վարչական շրջանի
մի շարք կենտրոնական փողոցների, ապամոնտաժում չլինի եւ նաեւ պիտի սպասենք այդ ցուցակներին, որոնք ուղղակի Երևանի քաղաքապետարանը այսօր կամ վաղը եւ մենք կարողանանք կոնկրետ առանձին դեպքերով քննարկել որքանով են հիմնավորված քաղաքապետարանի գործողությունները։ Ստեփան Սաֆարյանի խոսքով քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ապամոնտաժման ենթակա 266 կրպակների թիվը քաղաքապետարանը նվազեցրել է, հասցնելով շուրջ 190-ի։ Ազգային ժողովի մոտ հավաքված կրպակատերերը մինչդեռ գոհ չմնացին հանդիպման արդյունքներից։ Իրանք այսօր պրոստը պաուզա են տալի, որ մենք չխառնվենք իրար, մենք չհավաքվենք, այդքան բան։ Բայց հա, այսօր ասում են մամուլ, վաղը կասեն կոշկակար, մյուս օրը կասեն ժամակով, ունենց կանեն, որ այս մարդիկ հանգստանան ու մասնատվի, այսինքն ժողովում չհավաքվի։ Մեզ մի քանի անգամ բանավոր խոստացել են, որ այս տարածքին ձեռք չենք տալու այն տարածքին, բայց հետո նորից գալիս է կանչում են, ասում են հիմա արդեն ձեր տարածքի ժամանակն է։ Իրոք այս խաղը, որը չգիտենք կանոնները ոնց է լինելու։ Սարակապի միջնակարգ դպրոցի շահագործման Բլինսի հիմնադրամը Շիրակի մարզում ավարտեց իր վերջին ծրագիրը։ Եվրոպական չափանիշներով կառուցված դպրոցի կառուցման ու կահավորման համար 537 միլիոն դրամ էր հատկացվել։ Դպրոցաշինությունը լինելու է կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը, որովհետև նմանատիպ հիասքանչ դպրոցները նոր շունչ են հաղորդում նաև յուղական կյանքին եւ ապագայի նկատմամբ ձևավորում են վստահություն, ինչ ամենակարևորն է այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Որ գյուղում երբևէ նման դպրոց են ունենալու սարակապցիները չէին էլ մտածում։ Իդեպ վերջիններիս համար միակ ուրախությունը դպրոցի շենքի շահագործումը չէր։ Նաև գյուղ բերող ճանապարհն էին արագ բարեկարգել։ Սարակապի դպրոցի շենքում նաև մանկապարտեզն է գործելու։ Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջեց նաև մանկապարտեզում, Սարակապի գյուղապետին դիմեց, թե Այմա ծնողներին որ վերես ցույց տաս այս պայմանները, ծնելիությունը կտրուկ աճի։ Արև փոշի անընդհատ անսարքություններ ունեցող մոսկվիչներ 6000 կիլոմետր ճանապարհ եւ այս ամենը 17 օրում։ Նորզելանդացին ու պորտուգալացին, ամերիկացին ու հոլանդացին անցնելով 12 երկրներով հասել են Երևան։ Կովկասյան մարտահրավերներ կազմակերպության ամենամյա Բուդապեշտ-Երևան մրցավազքի մասնակիցները 3 հասան վերջնակետին։ Մրցավազքն անց է կացվում արդեն 4-րդ անգամ։ Այս տարի մասնակցում էին 18 թիմ 51 մասնակիցներով։ This is basically an adventure trip. It's not a rally, it's not a race, it's not a speed race, it's more like a discovery. Սա արկածային ճանապարհորդություն է, սա տառացիորեն ռալլի չէ, մրցավազք չէ։ Այն ավելի շատ ճանաչողական է եւ մեր հիմնական նպատակը մարդկանց հետ շփվելն է, այս բոլոր երկրները տեսնելը եւ հաճույք ստանալը։ Օրինակ Ղարաբաղի մասին տարիներ շարունակ միայն լրատվական թողարկումներից էինք լսել, բայց ոչ ոք չգիտի որտեղ է այն, ինչպիսին են մարդիկ, ինչպես են նրանք ապրում այնտեղ։ What is it like? What are the people? How are the people living there? So that's Ասաց մրցավազքի կազմակերպիչ հունգարացի Աթիլան։ Մրցավազքին առհասարակ կարող են մասնակցել ցանկացած մասնագիտության, տարիքի եւ սեռի մարդիկ։ Հոլանդացի Դոլֆը խոստովանում է, որ ամենադժվարը Ալբանիայի տարածքով անցնելն էր, քանի որ ճանապարհներն այդքան էլ նորոգված չէին։ Դոլֆն ու իր եղբայրը մրցավազքին մասնակցում էին մոտոցիկլետներով։ Because now the finish is way better. And the beer taste is better. Որովհետև մենք իսկական տղամարդ ենք, չենք սիրում հեշտ ճանապարհը, քանի որ դժվարություններից հետո ավարտն ավելի հաճելի է, եւ գարեջուրը շատ ավելի համեղ է երեկոյան, երբ մի քանի կիլոգրամ փոշի ես կուլ տվել ցերեկը։ Կովկասյան մարտահրավերներ կազմակերպության հիմնադիրը հնդիկ է, ով շատ հավանել է Երևանը եւ որոշել է, որ մրցավազքի վերջնակետը հենց Երևանն է լինելու։ Չնայած այս 4 տարիների ընթացքում միայն 1 հայ է մասնակցել մրցավազքին։